Բոլորին բարի օր, Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ Տավուշ, 2025 թվականի սեպտեմբերի 29-ն է այսօր։ Մեզ մոտ այսօր ամբողջ օրը եղել է սաստիկ քամի, որը նաև ինչ-որ չափով չի վնասել, բայց մեր ուսումնական կենտրոնի ուրեմն այն հարթակից, բալկոնից, պատշգամբից մի փոքր պոկել է մեկուսիչ նյութ, որը այսօր պետք է սարքենք, բայց հիմա մեզ մոտ գալիս է շատ գեղեցիկ մառախուղ, որը մեզ պետք է, գալիս է հենց Խաչարձան գետի ձորից, շատ պետք է այս մառախուղը մեզ, հատկապես հիմա։ Ես այսօր պետք է պատմեմ, թե ինչ ենք մենք անում, ուր ենք հասել սեպտեմբերի վերջին, ինչ աշխատանքների վրա ենք կենտրոնացած, մինչև այդ խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել մեր ալիքին, տարածել մեր վիդեոները, հավանել, ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին, շնորհակալություն նրանց համար, ինչպես նաև խնդրում եմ այցելել մեր կայքէջը, որտեղ դուք կարող եք ծանոթանալ մեր աշխատանքների նորություններին, հոդվածները նայեք, մենք անընդհատ ավելացնում ենք, ինչպես նաև կարող եք առցանց ձեռք բերել այնտեղից մեր կայքէջից մեր արտադրանքը, մեր բարձրակարգ արտադրած միսը, աճեցրած միսը ավելի շուտ եւ հատկապես կարող եք իմանալ նաեւ էլ որտեղից ձեռք բերել Երևան քաղաքում եւ այլուր մենք նաեւ փորձում ենք մեր վաճառքների աշխարհագրությունը լայնացնել։ Զովություն ունենք այսօր եւ բնականաբար կապված է եղել մեր ուժեղ քամին նրա հետ, որ այս եղանակային պայմաններում տաքոթ է գալիս, հետո սառոթ է գալիս եւ ամեն անգամ երբ որ պետք է ջերմաստիճանը փոխվի, մեր մոտ սկսում են ուժեղ քամիներ, որը վատ չի, չենք բողոքում, ջերմաստիճանների տարբերությունը նաև աճ է տալիս, խթանում է մեր կանաչ խոտի աճը, որը մեր համար շատ կարևոր է հիմա, հատկապես ձմռանը պատրաստվելիս։ Մի երկու խոսք ասեմ հետաքրքիր շատ հետաքրքիր բան, որ տեղի ունեցավ վերջերս, ես փոփոխություններ էի մտցնում մեր ուրեմն YouTube-յան ալիքում եւ ստիպված եղա ամբողջը նայել ամենասկզբից մեր տեսանյութերը տարիներով 19 թվականից մինչև հիմա, 19 թվականի վերջից եւ մի բան, որ մի անգամից դառնեց աչքին, նույնիսկ անձեն աչքին, բայց մարդու համար, որ եղել է այստեղ անընդհատ, ակնհայտ էր, որ երբ որ մենք առաջի անգամ եկանք Ջրաղացի ձոր, այս ձորը եւ հիմա Սարեր ձորերի տարբերություն է, Սարեր ձորերի, ինչ իմաստով, բուսածածկի, մենք չունեինք նորմալ բուսածածկ, մենք չունեինք խոտ նորմալ էստեղ, 20 թվականին, 20 թվականի վերջին, 21-ի սկզբին, եւ դա նկատելի է եղել, իմջալոց լավագույն տարին եղել է 21-22-ը, այն իմաստով, թե ինչ է աճեցրել եւ տվել այս էկոհամակարգը,
ինքն իրեն առանց վերականգնողական հարազեցման, կիրառման եւ այլ եւ այլ։ Այն ինչ որ հիմա մենք ունենք, դա շատ մեծ տարբերություն է, հսկայական տարբերություն է։ Եվ դա շատ լավ է, որ այդ տարբերությունը մենք ունենք, որովհետեւ այս տեղամասը, այս բնության գեղեցիկ անկյունը ապացուցել է, որ կարող է աճեցնել բարձրակարգ մթերքներ, սև անգուսի միս, դորպեր։ Մենք նաև աշխատում ենք հիմա արոտային թռչուն եւ իհարկե անտառային խոզ, այն ինչ որ բնականորեն այստեղ հնարավոր է աճեցնել եւ ունենալ։ Եվ ինքներդ կարող եք նայել մեր տեսանյութերը մեր ալիքում են եւ ինքներդ կտեսնեք, կհասկանաք տեղաշարժը, այս փոփոխությունը բուսածածկի եւ բուսականության վեգետացիայի հետ կապված։ Ինչ վերաբերվում է հիմիկվա եղանակի այս երկու ամիս տևած խիստ եւ խորը երաշտի, ուրեմն մենք ունեցել ենք, ես նայեցի նաեւ տեսանյութերը, ունեցել ենք 15-20 օր երաշտ ենք ունեցել, 20 քանի օր ենք ունեցել։ Սովորաբար դա լինում է հուլիսից օգոստոս ամիսներին, երբեք չի եղել 2 ամիս, բայց նայելով տեսանյութերը եւ համեմատելով հիմիկվա հետ, մենք կարելի ասել ոչ ոքի ենք 0-0, այսինքն ինչքան քիչ թե շատ ամբողջ էկոհամակարգը այդ խորը երաշտից հետո վերականգնվել է։ Եվ հիմա անհրաժեշտ է հասկանալ, թե ինչքան է նա զարգանալու, բարձրանալու, որպեսզի կարողանանք կենդանիներին ձմեռացնել։ Դա է կարևոր, ես ինչա ուզում ես տղան։ Ես կեր չեմ բերեք։ Այն ինչ որ պետք է պիլոտ անեինք անտառային խոզերի համար, դա արել ենք, փորձել ենք։ Ճիշտ կազմակերպման դեպքում իրենց առանձնապես հավելյալ կեր պետք չի։ Կերը պետք է լինելու միայն ադմինիստրացիայի համար։ Բայց դրա մասին հետո ես արդեն մոտեցա մեր սևանգուսների տղաների գլխաքանակին, խմբին։ Տղաները այս բոլորը հանձնվելու են այս տարի։ Եվ մենք հիմա կենտրոնացած ենք այս խմբի արոտային եւ նաեւ հատիկային պատման վրա։ Դա ենք անում հիմնականում։ Սա մեր դերնիրոն է, ինքը ամենամեծն է այս խմբից եւ ընդհանուր առմամբ սրանք բոլորը 2 տարեկան են, բոլորը, այսինքն դեռ չկան 2 տարեկան, իրենք անցած տարի ապրիլ եւ մայիս ամիսներից ծնված կենդանիներ են, բոլորը, միգուցե հունիս եւ հիմա սեպտեմբերն է, այսինքն 1 տարի 5 ամսական կամ 4 ամսական, 1 տարի նույնիսկ 3 ամսական։ Եվ պետք է ասեմ, որ կենդանիների մարմնակազմը հոյակապ է, տեսեք այս
այս տղային համարը չեմ տեսնում, բայց ինքը այդ վզի վրա իջնող դեպի Կուրսկ, սրանք կոչվում են երջանկության կնճիռներ։ Սա լինում է շատ լավ պտվածության պարագայում։ Եվ այդ կնճիռները ուժեղ արտահայտված այս տղայի վրա, այս մեկի վրա, մի քիչ փոքր է տարիքով, դեռ տեղ ունի մեծանալու։ Այս տղայի վրա սրա շերով են պատված, ուղղակի սա երաշտի մեր արդյունքն է, որ երաշտի դեպքում հատկապես ուժեղանում է այս կանադական տատասկը եւ նրա փշերը փաստորեն այս կենթանիները տարածում են, որպեսզի մյուս տարի մենք իրանցից ավելի շատ ունենանք։ Կանադական տատասկից ձև չկա ազատվելու, մի էլ փորձեք, ահա նա, նույնիսկ չփորձեք, չմտածեք նույնիսկ դրա մասին։ Ինչքան իրեն անհանգստացրեցիք, այնքան ինքը կուժեղանա։ Միակ ելքը, որը մենք հիմա փորձելու ենք, դա արոտային թռչունն է։ Միակ ելքը։ Շատ գեղեցիկ աշուն է հիմա Ջրաղացի ձորում, տեսեք մառախուղը դեռ մտածում է գա թե չգա։ Գա թե չգա, մեր մոտ խոնավություն կա արդեն, եղել է անձրև, եթե տեսնում եք արդեն մեր հողն էլ տեսանելիորեն խոնավ է։ Անտառն է շատ գեղեցիկ դառել։ Բոլոր եղանակներին է շատ գեղեցիկ Ջրաղացի ձորը։ Հեռվում մեր կենտրոնը, ուսումնական եւ ծառայությունների։ Մենք խմբեր ենք սպասում արտերկրից այս տարի, առնվազն 2, եթե ոչ ավել։ Ինչպես նաև սպասում ենք ուսանողների, որը ծրագրի հետ աշխատում ենք եւ կգան ըստ երևույթին այս տարի եւ մենք կունենանք ուսանողներ, ովքեր որ քոլեջի ուսանողներ որպես այստեղ կապրեն եւ կաշխատեն։ Վերևում մեր դորբերներն են, իրենք էլ հիմա հատուկ կարգավիճակում են, որովհետեւ ինչ որ մասը պետք է նաեւ գնա մթերման այս տարի, ինչ որ մասը պետք է մնա վերարտադրության համար մյուս տարի։ Եվ իրենց տինը նույնպես կառավարվում է այդ իմաստով, որ ծնվեն գառները ծնվեն ոչ շուտ, քան ապրիլ-մայիս ամիսները։ Անգուստները, տղաները հիմա ըստ երևույթին իրենց մոտ դադարն է։ Ահա 324 նշանակում է, որ այս խոզերը նշանակում է, որ 23 թվականին է ծնվել եւ 24-րդ ծինն է։ Այո։ Այս տղաները կսկսեն արածել է մի քիչ հետո եւ հիմնականում մինչեւ ուշ գիշեր։ Այս ով ես դու։ Այ քեզ բան։ Հələ սրան տես։
Սա է անգուսի գեղեցկությունը։ Այ հենց սա, լեսես փոքրիկին նայել է։ Փոքրիկ։ Շատ գեղեցիկ։ Հստորեն այս սա 305 եւ 324-ը, սրանք այդ երկուսն են, որը գալիս են նախանցած տարվանից։ Մնացածը բոլորը 400-ներ են։ 425, 410։ Այդ մեր մաչոն երբ ֆանից է։ Էլի 309, դրա համար է մեծ։ Հա, 305, 324, 309, 426, սրանք լավ տղաներ են։ Եվ ես չնկատեցի, որ իմ ժամանակը արդեն վերջացավ ժողովուրդ, խնդրում եմ հետևեք մեր ալիքին, տարածեք մեր վիդեոները, հավանեք եւ կհանդիպենք, շնորհակալություն։